Մայիսի 9-ին է հանրայինը հեռարձակել Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը, որում Պաշտպանության նախարարության երկարամյա ներկայացուցիչը պատմում է երկրորդ աշխարհամարտի մասին և միֆ անվանում այն, որ Ստալինգրադի ճակատամարտը բախտորոշել նաև հայերիս համար։ Ձևավորած հարձակողական խմբավորում, որի Համաձայն չէ Արծրուն Հովհաննիսյանը, թե Թուրքիան մինչև ատամները զինված սպասում էր այդ ճակատամարտում Կարմիր բանակի պարտությանը Կովկաս ներխուժելու համար։ Թուրքիան Գերմանիա դուներ չեզոքության որոշակի պայմանագիր եւ որոշակի նյութեր էր մատակարարում Երրորդ Ռեյխին, բայց հարցն այն է, որ Գերմանիան ներողություն, Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ Ստալինգրադի ճակատամարտը ավելի լավ կլիներ, որ սովետական միությունը պարտվեր եւ ինչ որ հնարած պատմական Հայաստան պետք է Հիտլերը ստեղծեր, նույն Հիտլերը, որը Լեհաստանի վրա հարձակվելուց առաջ ասաց իսկ ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին։ Բավական է միայն ասել, որ Արծրուն Հովհաննիսյանն է հարցազրույցում հայտարարել, թե պատմական Հայաստան վերստեղծելու ծրագիր է ունեցել նացիստական Գերմանիան։ Պիտի եւ Հայաստանից եւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ընդհանրում էր նաև Միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։ Այս հայտարարությամբ ըստ Տիգրան Քոչարյանի Արծրուն Հովհաննիսյանը փորձել է արդարացնել ֆաշիզմը, ըստ էության ջուր լցնել թշնամու ջրաղացին։ Ալիևն է շատ սիրում հայությանը ֆաշիզմի համար մեղադրել։ Այնինչ եղավ ՀՄԿ-ի եթերում, սա ուղղակի ֆաշիզմի եւ նացիզմի արդարացման եւ իմ կարծիքով այնինչ որ կատարվեց 39-ից մինչեւ 45 թվական եւ այնինչ որ արել է նացիստական Գերմանիան, դա մարտկության դեմ ոչրագործություն է։ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին իրավական գնահատական պետք է տա գլխավոր դատախազությունը, կարծում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ուզում եմ շեշտել այս միտքը, մարտկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի եւ Հիտլերի կառավարման ռեժիմը արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողություններով եւ այն էլ ոչ ավել ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը հլմիատել հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է թե Հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում։ Պատմական, ընդ որում մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել։